Բարի երեկո, եթերում է ABC լուրերի ամփոփիչ թողարկումը, ես Գառնիկ Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից և աշխարհից։ Դատական նիստ ու նոր վճիռներ, ինչ որոշումներ է կայացրել դատարանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործի հերթական նիստի ընթացքում։ Առևանգում դիմակավորված ուժայինների մասնակցությամբ նոր իրադարձություններ Ղուկասյանների ընտանիքի շուրջ։ Ինչպես է Փաշինյանն արձագանքել Թուրքիայի արտգործնախարարին և ինչու չի բացվում հայ-թուրքական սահմանը։ 18 միլիոն դրամ Բաքու այցի համար Երևան-Բաքու չարտերային թռիչքներ, ովքեր են մեկնելու Բաքու և ինչ նպատակով։ Եվ անջատեք խոսափողները, ինչու են պիտակավորում լրատվամիջոցներին և ով է ամենաշատը դատի տալիս մամուլի ներկայացուցիչներին։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանի։ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցել են հանրային քրեական հետապնդում, մի խումբ անձանց ինֆորմացիոն կամ հաղորդակցական տեխնոլոգիաները գործածելով կատարած խուլիգանության մեղադրանքով։ Գործընկերոջս հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ փաստաբան Արամայիս Հայրապետյանը ասել էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին դիմակավորված անձինք առևանգել են և տարել են անհայտ ուղղությամբ։ Զուգահեռ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Բագրատ Սրբազանի և աջակիցների գործի հերթական դատական նիստը։ Այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշել է Արմեն Ալեքսանյանի նկատմամբ նոյեմբերի 25-ից կիրառել տնային կալանք և երկրից բացակայելու արգելք, Արսեն Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։ Գնդապետ Միրան Մաղսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի, այն փոխարինել է բացակայելու արգելքով և գրավով։ Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը ևս փոխվել է։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց տնային կալանքը և նշանակել է վարչական վերահսկողություն և բացակայելու արգելք։ Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը չի փոխվել, նա կմնա կալանքի տակ ևս 3 ամիս։ Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքը դատարանը վերացրել է։ Դատարանը հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը որոշել է այն փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1.5 դրամ գրավով։ Իսկ միակ կին կալանավորի Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը դատավորը չփոխեց։ Լիդիան կշարունակի մնալ կալանքի տակ։ Քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ։ Սարգսյան Արթուրինը բաց է կալանքները, Բագրատ Սրբազանյանը բաց է, ես շատ վտանգավոր անձ եմ, իմը մինչև հիմա բացած չի։ Ուզում եմ ֆիքսենք այն, այսօր դրա մասին չխոսվեց, որ սա պատժի ձև է։ Ես գիտեմ ինչի համար են ինձ պատժում, հիմա չեմ ուզում բարձրաձայնել այդ հարցերը, որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել և իրանք նեղվում են դրանից։ Իրանք կարային գործ հարուցեն որպես զրպարտություն, բայց քանի որ դա զրպարտություն չի եղել, դրա համար այս գործի մեջ են ինձ խցկել ու մտածում են, որ եթե մեղադրական եզրակացության մեջ գրեցին, որ Լիդիան Բագրատ Սրբազանի օգնականն է, ասենց Լիդիան դարձավ Բագրատ Սրբազանի օգնական, չնայած իմ համար մեծ պատիվ է, որ ես լինեմ Բագրատ Սրբազանի օգնականը։ Ես այս ամբողջ պայքարի ընթացքում լրատվությամբ եմ զբաղվել, դա հայտնի փաստ է, գիտեն և այն պաշտոնյաներ, ովքեր այս գործը հիմա որ այդ բառը ասեմ, կասեմ ոչ շատ բառ է օգտագործում, բայց այս գործը կարել են, կոպիտ ասած, իրենք էլ գիտեն և բոլորը գիտեն, այս դալիճում առկա մարդիկ էլ գիտեն, որ Լիդիան զբաղվել է լրատվությամբ և ոչ թե այլ բանով։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանին 3 տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննության են հրավիրել որպես վկա։ Փաստինֆոյի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ Փաստաբանը տեղեկություն չունի, ում հաղորդման հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթը կամ կան արդյոք ցուցմունքներ։ Քրեական վարույթներից մեկը վերաբերվում է Սրբազանին վերագրվող տեսագրության տարածմանը։ Հարցաքննության ընթացքում նա հայտնել է, որ տեսագրությունը իր հետ որևէ առնչություն չունի։ Մյուս երկուսը խայտաբղետ, զարմանահրաշ, տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են։
որոնց շրջանակներում Արշակ Սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն կասկածի շուրջ, այսինքն ունեցել փաստացի մեղադրյալի կարգավիճակ։ Ակնհայտ է, որ սա եկեղեցու նկատմամբ քաղաքական եւ ոչ միայն քաղաքական ճնշումների շրջանակի մեջ է։ Սրբազանը հայտնել է, որ չի վստահում նախաքննական մարմնին եւ օգտվելով իր իրավունքներից հրաժարվել է ցուցմունք տալ։ Ազատություն քաղբանտարկյալներին, քաղաքացիներն այս եւ այլ գրառումներով պաստառներ պարզած բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի գլխավոր դատախազության դիմաց եւ քայլերթով հասել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում էր Բագրատ Սրբազանի եւ աջակիցների դատը։ Իսկ Գյումրիում ձերբակալված եւ վերջերս ազատ արձակված փաստաբան Մերձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել։ Պարզվում է Մխիթարյանի դեմ ցուցմունք տված ոստիկանը նրան չի էլ ճանաչում։ Մխիթարյանի փաստաբանը հայտարարել է, որ նրա ձերբակալությունը միանգամայն անօրինական է եղել։ Ասուլիսին ներկա է եղել իմ գործընկեր Անահիտ Սարգսյանը։ Գյումրիի դեպքերի ժամանակ ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 օր է ազատության մեջ է։ Նա ցավով է նշում, որ գրեթե 1 ամիս չի կարողացել զբաղվել մասնագիտական գործունեությամբ, սակայն կալանավայրում հասցրել է գիրք կարդալ։ Սոցկայքերից հեռու լինելն էլ օգնել է թար մտքերով վերադառնալ։ Ընթացքում նաև հասցրել եմ մարզվել ու նաև նշեմ, այս ամեն ինչի ես նաև ուղերձում նշել եմ, որ անհատության մեջ գտնվելով ես հիմա շատ ավելի ազատ եմ, այդ խոսքերը շատ խորքային են, վստահեցնում դա իրոք այդպես էր։ Իր ձերբակալությունը անհիմն է համարում, ասում, որ ոստիկանները տեղյակ են եղել քաղաքապետարանի շենք մուտք գործելու մասին, իսկ հայտնի տեսանյութում պարզապես հանդարտության կոչ էր անում։ Ձերքերս բարձրացած մտել եմ թե ոստիկանների եւ թե քաղաքացիների մեջտեղը, այսինքն ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ եւ մտել եմ երկուսի մեջտեղը, փորձել եմ հանդարտության կոչել անել։ Այդ երևի թե ըստ զգացողության նաև տեսանկյունից հետ պարզվեց, որ տևել եմ մոտավորապես 15-ից 20 վայրկյան, ձեռքերս բաց, վիճակով կանգնած եմ եղել։ Փաստաբան Լիանա Գասպարյանը յուրահատուկ դեպք է համարում Մխիթարյանի ձերբակալությունը։ Նախ իր գործընկերը բացառապես մասնագիտական դաշտում է եղել, եւ ապա իրենց գործունեության ընթացքում նման դատական ակտի հետ երբևէ չեն առնչվել։ Նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, օրինակ կետ A, կետ B, կետ G, բայց թե ինչի համար անձը օրինակ կխոչընդոտի, կխուսափի, բացառապես միայն A կետ, B կետ։ Եվ այդ պայմաններում Ռուբեն Մխիթարյանը ապօրինի գտնվեց շուրջ 1 ամիս անազատության մեջ։ Փաստաբանը հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր խոսքով իրական արդարադատություն իրականացնող Եզակի դատավոր Վազգեն Ռշտունուն, որի արդարադատությունը SMS հաղորդագրության հիման վրա չէ։ Հարցին իսկ շարունակվող ձերբակալությունների ֆոնին դեռ ինչքան կարող է երկարաձգվել Սամվել Կարապետյանի կալանքը, պատասխանում է։ Խոսքի սկզբում նշեցի, որ Եզակի այն դատավորներից Ռուբեն Ռշտունին կայացրեց այս որոշումը։ Երբ որ կգտնվի այդ եզակիներից, այդ ժամանակ էլ կդադարի Սամվել Կարապետյանը գտնվել ապօրինի անազատության մեջ։ Ռուբեն Մխիթարյանը վստահեցնում է, որ նման ճանապարհով իրեն հաղթելը հեշտ չի լինելու։ Որովհետև ինչպես մեր նաև Նարեկ Կարապետյանը, թե չեմ սխալվում, հարցազրույցներից մեկում նշեց, որ հիմա ավելի շատ ամոթ է կարծես դուրս է գտնվել է, վստահ եմ նմանատիպ բաները մեզ չեն կոտրելու։ Փաստաբանը զարմանալի չի համարում այսօրվա իշխանությունների գործելակերպը, բայց դա իրեն չի խանգարելու զբաղվել իր ամենօրյա աշխատանքով։ Շուտով կմեկնի Գյումրի եւ կհասկանա այնտեղի տրամադրությունները։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Հարգելի գործընկերներ, զգուշացեք, խոսափողը գուցե անջատվի, սակայն ոչ թե խորհրդարանում ու պատգամավորի խոսափողը, այլ փողոցում, կառավարությունում, ազգային ժողովում կամ դատարանում ու լրագրողի խոսափողը, որը դառնում է քաղաքական հերթական լարման պատճառը։ Երբ մի կողմում իշխանության ներկայացուցիչն է, իսկ մյուս կողմում լրագրողը, որը խոսում է այն թեմաների մասին ու տալիս այնպիսի հարցեր, որոնք մեղմ ասած ցանկալի չեն, հայտնվում է սև ցուցակում ու սկսվում է հետապնդումների ալիքը։ Գրառումների մակարդակից իրավական կոնկրետ գործողություններ, դիցուկ ձերբակալություններ, արգրավումներ։ Ինչու են պիտակավորում լրատվամիջոցներին եւ ով է ամենաշատը դատի տալիս մամուլի ներկայացուցիչներին, Անյա Բաղյանն է փորձել պարզել։ Քիշնևից Բուդապեշտ, Թբիլիսիից Երևան։ Մամուլի ներկայացուցիչները թիրախ են դառնում հատկապես երբ իշխանության ներկայացուցչի կողքով անցնելիս օպերատորը սեղմում է ռեկ կոճակը, իսկ լրագրողը միացնում խոսափողը, պատրաստվելով հարց տալ։ Եվ մթնոլորտը թեժանում է այն հարցերից հետո, որոնց պատասխանները չեն ուզում լսելի դառնա։ Ինչու են հայաստանյան լրատվամիջոցներին թիրախավորում հիմա։ Որն է նպատակը։ Վախեցնելն է։ Նախ եւ առաջ վախեցնելն է, այսինքն ոչ մի անհրաժեշտություն չկա այդ ոդքասթի տղաների ձեռքերը ոլորել, գետնին քացել, չգիտեմ, ստորացնել եւ այլն։ Ոչ մի անհրաժեշտություն չկա։ Ոչ մի անհրաժեշտություն չկա ԱԱՑ ուղարկել։ Արամ Աբրահամյանը Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման մասին է խոսում։ Ձերբակալությունից անտիֆեյք լրատվամիջոցի գույքը արգրավելուց հետո քաղաքացիական պայմանագրի падգամավորներն անդրադարձան ժուրնալիստների միության նախագահին։ Հասմիկ Հակոբյանը նրան ֆեյք կոչեց։ Արուսյակ Ջուլհակյանն էլ հետևել է գործընկերոջն ու տարածել նյութը կից գրառմամբ։ Ընկերներ, հայ լրագրությունը մահացել է վաղուց, այն օրը, երբ Սաթիկ Սեյրանյանը ընտրվել է ժուրնալիստների միության նախագահ։ Պարզապես մեզ չեն ասել, որ տրամադրություններս չընկնի։ Սաթիկ Սեյրանյանի խոսքով իշխանական падգամավորները գործում են մի կետից ուղղորդմամբ, համակարգված, հստակ դերաբաշխմամբ։ Չի հանդուրժվում որևէ այլախոհություն, այլակարծություն։ Սրանց համար խոսքի ազատությունը սոս տրանսպարենտ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից, օգտագործելով ամենաեղկելի գործիքակազմը, գռեհիկ բառապաշարը, սկսած ընտանիքներ մտնելուց, մասնավոր ու անձնական կյանքի կոպիտ խախտումներ անելուց։ Արամ Աբրահամյանն էլ կարծում է լրատվամիջոցների դեմ գործողությունների տրամաբանական շղթա կա։ Թիրախավորումներ բոլոր իշխանությունների կողմից եղել են։ Գործող իշխանությունը տարբերվում է։ Նրանք գրեթե չեն ասում, որ չենք հետապնդում, ինչ ա եղել, ոչ մի բան չի եղել եւ այլն։ Նրանք ասում են լավ ենք անում, հետապնդում ենք եւ հետապնդենք բոլոր նրանց, ովքեր մեզ բան են ասում։ Երկրորդ տարբերությունը, որը ավելի ցավալի է, որ հասարակական կազմակերպությունները, որոնք սովորաբար երապաշտպան կազմակերպությունները, որոնք սովորաբար շատ ակտիվորեն պաշտպանում էին 18 թվականից առաջ պաշտպանում էին ցանկացած ոտնձգությունից լրագրողներին, հիմա ճիշտ է, հիմա են հայտարարություններ անում, բայց չկա, ինչպես ասում են, նախկին էնտուզիազմը։ Իշխանությունը մասնագիտական որոշ խմբեր առանձնացրել, պիտակավորում է, փորձելով արժեզրկել նրանց գործառույթը, նշում է 24 News-ի տնօրեն Նարեկ Գալստյանը։ Իրենք նաև պիտի հիմա թիրախավորեն լրատվամիջոցներին, որովհետև որ տեսնում ենք, թե ինչպիսի սցենարներ են աշխատում, այսպես ասեմ, Նիկոլ Փաշինյանի իշխանության բախտակից այլ իշխանությունների պարագայում այլ երկրների, մենք տեսնում ենք, որ սցենարը գրեթե միևնույնն է, ամենակարկառուն օրինակը անշուշտ մոլդովական օրինակն է։ Օրենքը խախտողներին օրինախախտ ձևով կարգի չեն հրավիրում, կարծում է Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը։ Նա եւս անտեղի է համարել բիրտ ուժի կիրառումը։ Խոսքի ազատության համար լավ իշխանություն գոյություն չունի, ընդգծում է Մելիքյանը։ Խոսելով լրատվամիջոց քաղաքական գործիչ հարաբերություններից, ասում է. Ընդդիմադիր կեցված ունեցող լրատվամիջոցի թղթակիցը նույն խորհրդարանում շատ մեծ խնդիրներ է ունենում աշխատելիս, ասեմ, կառավարող ուժի դեպուտատների հետ։ Այնտեղ այնպիսի լարված հարաբերություններ են, որ ցանկացած պահի դրանք կարող են պայթել եւ դառնալ կոնֆլիկտ։ Եվ հակառակը, պրոիշխանական մամուլի ներկայացուցիչները, երբ որ փորձում են աշխատել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, նույն լարվածությունն է եւ նույն պատկերն է։ Այդ բախումները միայն հրապարակային ճնշմամբ չեն ավարտվում, դատական գործընթացներ եւս լինում են։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով վերջին 9 ամիսների ընթացքում լրատվամիջոցների, լրագրողների եւ խմբագիրների դեմ բացվել է 45 նոր գործ։
իսկ միայն վերջին 3 ամսում հարուցվել է 15 գործ, որոնցից 10-ը իշխանության ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Դատարան ամենաշատը դիմել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Զրուցակիցներս կարծում են, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները թիրախավորվում են նաև իրենց պահվածքի պատճառով։ Նրանք լուսաբանողից չպետք է դառնան ակտիվիստ, տուրք տալով էմոցիաներին։ Աշոտ Մելիքյանը կարծում է, խնդիրը կարգավորելու պատասխանատվությունը իշխանության ուսերին է։ Նա այս գործողությունների մեջ մեկ դրական բան է առանձնացնում։ Եթե համեմատենք նախորդ տասնամյակների հետ, ապա դժվար է պատկերացնել, որ նախորդ ղեկավարների օրոք կամ նախորդ վարչակարգերի օրոք հեռարձակման ոլորտում մասնավոր հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը ընդգծված ընդդիմադիր կեցված կունենային եւ ազատորեն քննադատեին իշխանություններին եւ ոչ միայն քննադատեին։ Գուցե հենց այդ այսպես կոչված սխալը շտկելու համար է իշխանությունը թիրախավորում լրատվամիջոցներին։ Գործընթացը կարծես թե նոր է սկսում, հույս ունեմ, որ այն չի ագնանա, հույս ունեմ, որ ընտրական գործընթացին դեմ այդպիսի պրոցեսներ տեղի չեն ունենա, մենք լրատվամիջոցներս նույնպես պետք է փորձենք խոհեմ գտնվել, ոչ թե մեր մասնագիտական խղճի հաշվին հատուկ դա կրկնում եմ, այլ ընդհանրապես առավել խոհեմ գտնվել հնարավորություններ եւ առիթներ չտալու դրա անվանությունից ելնելով։ Ինչ պետք է անել, ինչպես աշխատել ճնշումների, պիտակավորումների ու նշանակետում հայտնվելու դեպքում։ Նախ չվախենալ, նշում է Աբրահամյանը։ Մենք իրար նկատմամբ պիտի լինենք ինչ-որ ջենտլմենական պայմանավորվածության մեջ, այսինքն մենք իրար չթիրախավորենք։ Թող նրանք, ովքեր պրոպագանդայով են զբաղվում, մեզ թիրախավորեն, բայց մենք իրար, եթե նույնիսկ համաձայն չենք, մեր իրանք հետ բանավիճենք, բայց երբեք իրար չթիրախավորենք։ Լրատվամիջոցի դեմ հարվածն իրականում հարված է հանրային վերահսկողությանը։ Խոսքի ազատությունը միշտ պաշտպանության կարիք ունի, այն չի սկսվում, չի ավարտվում որևէ իշխանությամբ։ Եվ եթե լրագրողները երբեմն սխալվում են, ինչպես նշում են զրուցակիցներս, նրանց սխալները չեն կարող արդարացում դառնալ իշխանության համակարգված ճնշումների համար։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քաղաքական դաշտում էլ իրադարձությունների պակաս չկա, արտաքին ու ներքին։ 5 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը վաղը չարտերային չվերթով կմեկնի Բաքու, մասնակցելու կլոր սեղան քննարկմանը։ Այդ նպատակով պետական բյուջեից կտրամադրվի մոտ 18 միլիոն դրամ Երևանի, Բաքու եւ հակառակ ուղղությամբ չարտերային չվերթների համար։ Որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Հարցը չզեկուցվող հարցերի օրակարգում էր։ Պատվիրակության կազմում է նաեւ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա գործընկերոջս հայտնել է, որ այցի օրակարգը դեռ հստակ չէ։ Նախատեսվում են հանդիպումներ ադրբեջանական քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Նավասարդյանի խոսքով նախատեսվող այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել նաև գերիների վերադարձի հարցը։ Հայաստանում բացի խաղաղության խաչմերուկից եւ զուգահեռ Վաշինգտոնի հռչակագրով հաստատված TRIP նախագծից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի, համոզված է Նիկոլ Փաշինյանը։ Ինչքան գործող իշխանությունը փորձում է հերքել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք կոչված եզրույթը, այդքան Բաքուն սկսում է ել ավելի ագրեսիվ քարոզչություն տանել մեդիա եւ քաղաքական դաշտում։ Իսկ խաղաղությունից զատ գործող իշխանության օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, գերիների վերադարձի անարդյունք փորձերն ու վեհապար հայրապետի հեռացումը։ Ինչ է խոսել Փաշինյանը կառավարության նիստից հետո ռեպորտաժում։ Կառավարության հերթական նիստ ու հերթական բացահայտումներ։ Մինչ տարբեր մարզերից հնչում են ահազանգեր, թե մի քանի տասնյակ դպրոցներ են փակվում, Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարեց, որ այս պահին ավելի քան 300 դպրոց են օրոքվում կամ կառուցվում։ Մանկապարտեզ դպրոց պետք է լինի հասանելի հանրապետության բոլոր երեխաների համար։ Եվ մենք անխուսափելիորեն այս տրամաբանության մեջ բախվում ենք իրավիճակների, որտեղ կան բնակավայրեր, որտեղ նույնիսկ կրթահամալիրի տրամաբանությամբ կամ դպրոցի տրամաբանությամբ այս պահին բավարար չափով երեխեք չկան։ Հիմա քաղաքական ընտրություն պետք է կատարենք։
Եվ մեր ընկալումն է նա, որ այդ գյուղում բավարար թվով երեխաներ չկան, նաև այն պատճառով, որ այդ գյուղը ճանապարհ չունի, որ այդ գյուղը դպրոց չունի, որ այդ գյուղը մանկապարտեզ չունի։ Օրակարգում ընդգրկված էր 39 հարց, 35-ը չզեկուցվող։ Չզեկուցվող հարցերը վերաբերում էին բնակելի տարածքներ նվիրելուն, որպես նվիրատվություն գույք ընդունելուն, անշարժ գույք հետ վերցնելուն, անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելուն, նաև պետական բյուջեի վերաբաշխմանը։ Կառավարության նիստի ավարտից հետո արդեն ավանդույթի համաձայն Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նախկին ներկա եզրույթը ըստ Փաշինյանի հոգնեցրել է մարդկանց։ Էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները ցավոք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից, եւ մենք նաեւ կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է այնուամենայնիվ արդեն դուրս գանք այս տրամաբանությունից եւ քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել եւս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողները փորձեցին պարզել, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ վաղաշաբաթի ընտրության արդյունքը նոր լիցք է որակել եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար։ Ցանկացած քաղաքական տենց իրադարձություն լիցք է տալիս հենց վաղաշաբաթում նույնպես, էջմիածնում նույնպես։ Այսինքն հենց ինչ որ գրել է այդ նկատի ունեին։ Հա ինչ վերաբերվում է մայրաթոռը ազատագրելու գործընթացին, գիտեք շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց այս դեպքն էլ է նա, որ էլի նոր կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում, պիտի նայեք եւ պիտի չտեսնեք, մայրաթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Արտաքին քաղաքական հարցերին անդրադառնալիս Փաշինյանը պատասխանեց Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող հայտարարություններին, մասնավորապես Հական Ֆիդանի մեկնաբանությանը, որտեղ վերջինս կրկին խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Փաշինյանն ընդգծում է, Հայաստանում բացի իր ասածից այլ անունով կոմունիկացիա չի լինելու։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Root նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Եվ վերջում նա կրկին մեջբերում է անում Աստվածաշնչից, խոսելով մեղքերի մասին նա պնդել է, ինքն ավելի մեղավոր է, քան մյուսները, ինչպես ինքն է ասում, պայմանավորված իր կարգավիճակով։ Անի Աբաղյան, Սեդա Մակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում բաց է եւ հետեւողական, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը։ Նրա խոսքով Ռուսաստանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ բարգավաճում հաստատելուն։ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել Արցախում արյունահեղությունը 2020 եւ 2023 թվականներին, համոզված է Զախարովը։ Իսկ երբ հերթը հասնում է Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցին, բոլոր ջանքերը հոդս են ցնդում կամ դառնում անարդյունավետ։ Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանի կեղծ գործը։ Այսօրվա նիստում ցուցմունքներ են տվել իբր տուժածները։ Նրանցից մի քանիսը հայտնել են, թե վնասվածքներ են ստացել հայկական զինված ուժերի գործողությունների պատճառով։ Կարված գործի հաջորդ նիստը կկայանա վաղը։ Ձերբակալվել է Դոնեցկի բնակիչ, որը Կիևի հրամանով մահափորձ է պլանավորել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի դեմ։ Զինվորականին ցանկացել են սպանել բրիտանական գարեջրի նվերային շշերի մեջ լցված բրիտանական արտադրության թույնի խառնուրդով։ Վլադիմիր Զելենսկին ստացել է Միացյալ Նահանգների մշակած ծրագրի նախագիծը, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Ուկրաինայի նախագահը ուրվագծել է մեր ժողովրդի համար հիմնարար սկզբունքները եւ այսօրվա հանդիպումից հետո մենք համաձայնեցինք աշխատել պլանի կետերի վրա, այնպես որ դա հանգեցնի պատերազմի արժանապատիվ ավարտին, ասված է հաղորդագրության մեջ։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնիկ Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ ABC լուրերը կրկին եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Բարի գիշեր։